Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Ինչպես ձեզ խոստացել էի, ես պատրաստեցի նոր վերլուծություն, որովհետև Վենեսուելայի ուղղությունով կա լրջագույն փոփոխություն եւ առաջընթաց այն զարգացումից, որը մենք այսօր ձեր հետ միասին վերլուծեցինք, մոտավորապես ժամը 1-ին ավարտեցինք Երևանի ժամով։ Հիմա Երևանի ժամով մոտավորապես 7:30 է եւ մենք ունենք արդեն թարմ տեղեկատվություն, այսինքն այստեղից նաև կարան զարգացումներ լինեն, բայց ես հիմա այս վերլուծությունում կգնահատեմ ըստ այս ժամի համար եղած տեղեկատվությունների ստեղծված իրավիճակը։ Առաջի հերթին պետք է ասեմ, որ Նիկոլաս Մադուրոն, Վենեսուելայի այդպես կոչված դեֆակտո նախագահը, ձերբակալված է Միացյալ Նահանգների կողմից եւ արդեն տեղափոխել են իրան Միացյալ Նահանգներ, Նյու Յորք, որտեղ որ իրան դատարանում սպասում են։ Կբացատրեմ, թե ինչ է տեղի ունենում, ինչու է սա տեղի ունեցել, ինչ հետևանքներ կարա ունենալ, հետաքրքիր շատ հարց է։ Այստեղ կարելի է ուղղակի արձանագրել, որ գործընթացը շատ շտապ տեղի ունեցավ եւ միևնույն ժամանակ մենք մեկ օրում փաստորեն մի քանի ժամվա ընթացքում իրադարձությունները սկսվեցին եւ կարելի ասել ավարտվեցին, ուստի մեզ պետք եկավ մեկ օրում ամբողջությամբ վերլուծել եւ տեսնել, թե ինչ է տեղի ունենում, որովհետեւ եթե Ռուսաստանը 3 օրում էր ուզում Կիևը գրավել, իսկ անցել է 4 տարի, եւ Կիևի մոտիկ էլ չեն Կիևին, նույնիսկ հույս էլ պատկերացնում են, որ չունեն Կիև գրավելու 4 տարի անց, Միացյալ Նահանգները իրական հատուկ օպերացիայի հետևանքով Նիկոլաս Մադուրոին ձերբակալեցին եւ հարցը լուծեցին 3 ժամում։ Եվ սա կարևոր է արձանագրել։ Եվ հարցը ինչով է լուծված, որովհետև Միացյալ Նահանգները ոչ մի զոհ չունեն ըստ վերջի տվյալների եւ առանց զոհերի կազմակերպեցին այս հատուկ գործողությունը։ Ես կբացատրեմ իհարկե այս հատուկ գործողության բոլոր մանրամասները։ Առաջի հերթին կոչ եմ անում ձեզ անպայման լայքեք այս վերլուծությունը, սա կարևոր է մեր ալիքի հետագա զարգացման համար։ Գրեք ձեր մեկնաբանությունները, ձեր կարծիքը։ Ես ուրախ եմ տեսնել ձեր հետաքրքիր մեկնաբանությունները եւ շնորհակալ եմ բոլոր դրական իմ հանդեպ գնահատականների համար, շնորհակալ եմ դրա համար։ Նաև դուք կարող եք աջակցել ալիքին նկարագրությունում նշված միջոցների շնորհիվ կամ դառնալ ալիքի բաժանորդագրվել այս ալիքին եւ դրանով աջակցել ալիքի եւ իմ գործունեությունը։ Ինչ վերաբերվում է բուն հարցին, հարգելի հայրենակիցներ, տեսեք, Միացյալ Նահանգները, ինչպես նախորդ վերլուծությունում արդեն խոսեցի եւ չեմ կրկնվի նույն բաները, կարող եք գնալ եւ առաջի վերլուծությունը դիտել։ Այդտեղ ակնհայտորեն խոսեցի նրա մասին, որ Միացյալ Նահանգները պատրաստվում էին դեսանտային գործողությունների ուղղությամբ եւ դա դեռ օրակարգում էին պատկերացումով մնում, եթե Վենեսուելայի զինված ուժերը դիմադրությունը շարունակեն։ Այս պայդրությամբ կարող եմ ասեմ, որ մենք ինչպես ձեր հետ վերլուծեցինք, դիմադրություն փաստացի չկար, միայն մայրաքաղաքի ուղղությունով կար խնդիր եւ Միացյալ Նահանգները ի սկզբանե հակաօդային պաշտպանության հարցը լուծեցին մայրաքաղաքում, ինչպես նաև միջև մայրաքաղաք եկող ռազմակայանները ծովից նաև այդ հարցերը լուծեցին, որովհետև իրանք պատրաստվում էին նաև, ես ոնց հասկանում եմ, ներխուժման գործընթացի համար եւ դեռ դա կարող է օրակարգում լինել։ Զուգահեռ դրա, ինչպես ես ձեզ տեղյակ պահեցի, օդանավակայանը իրականում գրաված է Վենեսուելայում եւ ասեմ ձեզ, որ Նիկոլաս Մադուրոին ձերբակալելուց եւ պետությունից կնոջ հետ միասին Միացյալ Նահանգներ տանելուց հետո Միացյալ Նահանգները չեն դուրս եկել այդ օդանավակայանից, ուստի այս պահի դրությամբ էլ մայրաքաղաք Կարակասում, Վենեսուելայի Միացյալ Նահանգների հատուկ ջոկատայինները պայում են օդանավակայանի կարևոր մասը, ռազմական օդանավակայանի, կարևոր է դա նշել, եւ այդտեղ ես ոնց պատկերացնում եմ, իրանք նաեւ հնարավորություն են ձևավորում, որ նոր ուժեր կան։ Չենք տեսնում այս պահի դրությամբ որևէ լարվածություն, քաղաքում շատ հանգիստ իրավիճակ է, հարվածները, որը հասցվել են, ակնհայտորեն հասցվել են միայն ռազմական ենթակառուցվածքներին, որովհետև որևէ քաղաքացիական զոհերի կամ տուժածների մասին տեղեկատվություն առհասարակ չկա։ Պետք է ընդգծեմ, որ Միացյալ Նահանգները կարողացան
CIA-ի գործընթացի եւ գործունեության հետևանքով, ինչպես տարբեր բաց աղբյուրները ասում են, ուրեմն հետախուզական տվյալների միջոցով ֆիքսել, թե որտեղ է գտնվում Մադուրոն, մի քանի օր ակտիվ հետևել իր հետևից եւ այն պահին են այս գործընթացը ծավալել, երբ շատ հեշտ արդեն կարելի էր իրան ձերբակալել եւ չեզոքացրել են իր անվտանգային ուրեմն զորքերը ներկայացուցիչներին, իրեն ձերբակալել են։ Պետք է ընդգծեմ, որ ձերբակալումների մեջ նկար նաև կա եւ ձերբակալումների նկարը մեծ հավանականությամբ ցույց է տալի, որ իրան ձերբակալել են հենց ուրեմն թմրանյութի ուղղությունով պատասխանատու Միացյալ Նահանգների հատուկ ստորաբաժանումը։ Դա շատ հետաքրքիր է, որովհետև իհարկե պետության ղեկավարին այսպես ձերբակալել հնարավոր չէ։ Միջազգային իրավունքը այդպիսի իրավունքներ առհասարակ չի տալիս որևէ մեկին։ Բացի հատուկ մարմինների նկատի ունեմ դատական համակարգը, որը կարող է այդպիսի Հաագայի դատարանը խոսքին այդպիսի որոշումներ կայացնի պետության ղեկավարների հետ կապված, բայց այս դեպքում խոսք է գնում նրա մասին, որ առաջինը Միացյալ Նահանգները Նիկոլաս Մադուրոին չեն ճանաչում պետության ղեկավար, եւ դա շատ կարեւոր է, չեն ճանաչում ակնհայտորեն եւ համարում են, որ ինքը ոչ օրինականն է ղեկավարում Վենեսուելան, դա մեկ։ Երկրորդ, իրեն ձերբակալել են ոչ թե ինչպես պետության ղեկավար կամ ինչպես իրան հռչակող պետության ղեկավար, այլ ձերբակալել են ինչպես նարկոկարտելի ղեկավար։ Հիմա դա ինչու մասին է։ Նրա մասին, որ Վենեսուելան, հաշվի առնելով, որ շատ ծանր իրավիճակում է գտնվում, այդ թվում նավթի ռեսուրսները, չնայած նա, որ աշխարհում ամենաշատ նավթ ունի, եւ շատերը կարող են ասել Միացյալ Նահանգները դրա պատճառով են այդտեղ խառնվել, հիմա տեսեք, պրագմատիկ աշխարհում ենք ապրում։ Իհարկե, նավթի նույն հարցը կա, բայց սա նրա մասին չէ, որ Միացյալ Նահանգները գրավում են Վենեսուելայի նավթը կամ ռեսուրսները, այլ նրա մասին է, որ Վենեսուելայում եթե լինի ժողովրդավարական իշխանություն, Միացյալ Նահանգները բնականորեն կկարողանան առևտուր անել այդ իշխանության հետ, իսկ այսօրվա իշխանությունը, որը ոչ միայն բռնապետություն է, դա առանձին հարց է, նաև հակաամերիկյան բռնապետություն է, փորձում է չինական եւ ռուսական զենք բերել իր տարածք, այդ թվում հերրակա հրթիռներ եւ այլն, եւ պետք է ասել, որ սա ակնհայտորեն նշանակում է արդեն լրիվ ուրիշ ձևաչափի սպառնալիքներ ստեղծել։ Եվ պետք է ընդգծեմ, որ Միացյալ Նահանգները իհարկե հետաքրքրված կլինեն նավթի ուղղությունով նաև գործընթացի եւ համագործակցության, որովհետեւ հարգելի հայրենակիցներ, հիմա նավթի գները մոտավորապես $60 են միջազգային։ Բարելի գինն է միջազգային։ Ես ձեզ ասացի եւ վերլուծության ժամանակ, որտեղ Ռուսաստանի տնտեսությունի մասն էինք խոսում, որ Ռուսաստանը աննախադեպ գումարների եկամուտ ստացավ 2022 թվականին, երբ նավթի գները աճել էին մինչև $120-130։ Հիմա գները 50%-ով ավելի պակաս են։ Եվ $60 արդեն բարդ գին է Ռուսաստանի համար, եւ դա Ռուսաստանի տնտեսության մասին վերլուծությունում ակնհայտորեն ես ցույց եմ տալիս։ Բայց հետաքրքիր այն է, որ եթե Վենեսուելայից նավթը սկսի վաճառվել, դրան իհարկե ժամանակ պետք է լինի, ապա ակնհայտորեն նավթի գինը կգնա ներքև, էլ ավելի կնվազի։ Եվ մենք կունենանք իրավիճակ, երբ նավթը կարա հասնի 30, 20 կամ $40։ Կոնկրետ իհարկե շատ բարդ է ասել, բայց ընդհանուր առումով $20-ից $40 կարա դառնա նավթը, ինչը Ռուսաստանի համար ուղղակի կդարձնի ֆիզիկապես նավթի եկամուտ ստանալ անհնար։ Այն նավթը, որը Ռուսաստանը ունի, շատ ավելի վատ որակի է, քան Վենեսուելայի նավթը, քան Սաուդյան Արաբիայի նավթը, քան Ամերիկայի Տեքսասի նավթը։ Ռուսաստանի Յուրալսը շատ ավելի պակաս որակ ունի, քան ամերիկյան Brent-ը կամ WTI-ը։ Եվ հաշվի առնելով դա, այնպես էլ Յուրալսը Brent-ից եւ WTI-ից ավելի էժան է վաճառվում։ Իսկ ինչպես ես ասացի, ձեզ Brent-ի եւ WTI-ի գինը մոտավորապես $60 է հիմա։ Ռուսաստանին շատ ավելի պակաս $10-ով
5, 10, 15 դոլարով, նայած, տարբեր ժամանակներում տարբեր ձև է լինում։ Եվ մինչև $40 եթե WTI է նված եւ Brent-ը, ապա պատկերացրեք Ռուսաստանի նավթի հետ ինչ տեղի կունենա։ Իսկ Ռուսաստանի նավթը ուրեմն արտադրելը եւ արտահանելը եւ վաճառելը ինքը ունի բարձր գին իր համեմատություն ուրիշ պետությունների։ Դա նշանակում է, որ կոնկրետ թիվ ասել իհարկե հնարավոր չէ, բայց մոտավորապես կարող լինի 10, 20, 30 դոլար, նայած իրավիճակ, նայած վայր եւ այլն, ուստի Ռուսաստանի համար այդ նավթը անվճար չէ, մեծ գին է պարունակում եւ հաշվի առնելով դա, ինչ որ պարագայում կարող այնպես ստեղծվի, որ Ռուսաստանի նավթի եկամուտները աննախադեպ նվազի։ Դա աննախադեպ խնդիրներ կստեղծի Ռուսաստանի տնտեսության համար, որը այնպես էլ բարդ իրավիճակում է գտնվում։ Ուստի Միացյալ Նահանգները իրականում Վենեսուելայում հիմա լուծեցին մի քանի հարց։ Առաջերտին թմրանյութի ուղղությունով հարցը լուծված է, որովհետև այդ ամեն ինչը կոորդինացվում էր Մադուրոյի կողմից։ Եթե հիմա իշխանությունում Վենեսուելայի հայտնվեն ուրեմն ընդդիմադիր ներկայացուցիչները, իսկ այնտեղ հիշեցնեմ, որ ընդդիմությունը շատ հզոր է եւ ունի առաջնորդ ընտրված, որը համարվում է, որ հաղթել է, ինչպես Բելարուսում էր մոտավորապես Ցիխանովսկայի դեպքում, որը շատ հայտնի է միջազգային առումով, ժողովուրդը աջակցում է ընդդիմությունին, աջակցում է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների սերտացման եւ զարգացմանը մեծ մասամբ եւ Մադուրոն բռնապետ էր, որը սրա դեմ էր։ Հիմա հարգելի հայրենակիցներ, մի կողմից նոր իշխանությունները կսահմանափակեն այդ թմրանյութի արտահանումը Միացյալ Նահանգներ, հաշվի առնելով, որ հարաբերությունները կփոխվեն, իսկ Մադուրոյի համար դա համ բիզնես էր, համ էլ Միացյալ Նահանգների դեմ պայքարի ձևաչափ։ Մյուս կողմից նավթի արտահանումները, եթե այս պայն պատժամիջոցների տակ են, ապա Միացյալ Նահանգները ընդդիմությունը եթե իշխանություն գա, իսկ դրա մասին արդեն ընդդիմությունը հայտարարեց, որ պատրաստ է ուրեմն իշխանություն ձևավորել, որովհետև իշխանություն այս պայն փաստացի չկա, բայց մենք տեսնում ենք, որ արտաքին գործերի նախարարը եւ պաշտպանության նախարարը արտաքին գործերի նախարարը հստակ հայտարարություն արեց, դա հաստատ գիտենք, բայց պաշտպանության նախարարը տեսահոլովակ է տարածել եւ փաստ չէ, որ դա իրական է։ Հնարավոր է, որ դա ուղղակի լինի նախօրոք պատրաստված, որովհետև տարբեր միջոցները հայտնում են լրատվական եւ ոչ միայն, որ հավանական է պաշտպանության նախարարը սպանված է առաջի այդ հարվածների ժամանակ, որի մասին մենք ձեր հետ միասին խոսեցինք։ Բացի դրանից, հարգելի հայրենակիցներ, պետք է ընդգծեմ, որ նավթի ուղղությունով, թմրանյութի ուղղությունով մենք խոսեցինք արդեն ինչպիսի զարգացումներ պետք է ունենանք եւ հնարավոր է որ լինի Ռուսաստանի եւ Չինաստանի դերը կտրուկ կնվազի Վենեսուելայում, այս պահին գլխավոր դաշնակիցներն էին Վենեսուելայի, Ռուսաստանը եւ Չինաստանը, այդտեղ հավանական էր, որ ռուսական եւ չինական զենք պետք է լինի, որ եւ պետք է ավելանար եւ կարող է ռազմակայաններ նույնիսկ ունենային ապագայում, ուստի Միացյալ Նահանգները կանխեց նաեւ խնդիր իր անվտանգությանը Չինաստանի եւ Ռուսաստանի կողմից Մադուրոյի միջոցով։ Բացի դրանից, հարգելի հայրենակիցներ, սա շատ դրական է մեր պատկերացումից, նկատի ունեմ Հայաստանի եւ հայ ժողովրդի, որովհետեւ առաջերտին Միացյալ Նահանգների դերը ամրապնդում է աշխարհում, երկրորդը նաև կարևոր է այն առումով, որ բռնապետների հետ պայքարի մաս է, որոնք Միացյալ Նահանգների դեմ ակնհայտորեն առճակատվում են։ Միացյալ Նահանգները բոլոր բռնապետների հետ չէ, որ խնդիրներ ունի, բայց ում հետ որ ունի խնդիրներ, այդ բռնապետները շատ բարդ իրավիճակում են հայտնվում։ Մենք գիտենք ձեր հետ միասին տարբեր բռնապետներ, որոնք Միացյալ Նահանգների հետ լավ հարաբերություններ են փորձում ձևավորել, ինչը մեզ նաև ձեռնտու է, բայց եթե հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ վատթարանան այդ բռնապետների, ապա Միացյալ Նահանգները կարող են գործել այնպես, ինչպես ոչ մեկ չի կարող կանխատեսել։ Տարբեր ձևերով, եթե որևէ մեկը խախտի խոսքին այն պայմանավորվածությունները, որի միջնորդ է մասը Միացյալ Նահանգները եւ ակնհայտորեն ես խոսում եմ Վաշինգտոնի օգոստոսի 8-ի պայմանագրի մասին։ Նկատի ունենալով այն, որ նույն մեր հարևան պետության ղեկավարը շատ լավ հասկանում է, որ Միացյալ Նահանգների հետ պայմանավորվածությունները խախտելը ունի իր սեփական գինը։ Եվ այդ
էֆեկտիվությունը Միացյալ Նահանգների մենք տեսանք Վենեսուելայում 3 ժամ, ոչ մի զոհ, հատուկ ջոկատայիններ, հսկայական պետություն, հարցը լուծված է։ Իհարկե, որևէ մեկը կարող է սրան բացասական առումով նայի նաև, ես հասկանում եմ դա, բայց պետք է ընկալենք, որ ժողովրդի մոտեցումներն է կարևոր, ժողովուրդը ամբողջությամբ մեծ մասամբ, հա, 80-90% եւ այլն նկատի ունեմ, կարելի ասել ամբողջ ժողովուրդը ժողովրդավարական դրսևորումից հաստատ այդպես է կարելի ասել, աջակցում են ընդդիմությանը եւ աջակցում են Միացյալ Նահանգների հետ սերտ հարաբերություններին, այլ ոչ թե Մադուրոին։ Պետք է նաև հասկանանք, որ սա տարբերվում է խոսքին իսլամական պետություններից, որտեղ որ կա գաղափարներ եւ այլն։ Վենեսուելայում գաղափար չկար։ Գաղափարը իրականում կոմունիզմի նման մի բան էր, սոցիալիզմի ձևաչափ, շատ այդ գաղափարների կողմնակից էր Մադուրոն, միջև Մադուրո էլ Չավեսն էր այդտեղ, Ուգո Չավեսը, ղեկավար, բայց դա բերեց նրան, որ իրականում Վենեսուելայի տնտեսությունը շատ փոքր է եւ ժողովուրդը շատ ուրեմն աղքատ, շատ։ Չնայած նրա, որ Վենեսուելան աշխարհում արդեն ասացի, նավթի ամենաշատ քանակը ունի։ Ուստի հարգելի հայրենակիցներ, Միացյալ Նահանգներում, Նյու Յորքում իրան դատարանում սպասում են թմրանյութի գործով կազմակերպել թմրանյութի կարտել եւ այդ կարտելի շնորհիվ Միացյալ Նահանգներ ուղարկել մեծ քանակով թմրանյութ եւ այդ ուղղությամբ են իրան դատելու եւ պետք է ասել, որ այս պահի դրությամբ Վենեսուելայում խաղաղ է, որևէ լուրջ զարգացում այս պահի դրությամբ տեղի չի ունենում, ժողովուրդը գիտեն, որ տարբեր վայրերում արդեն նշում են հաղթանակը եւ ազատագրումը Մադուրոից, պետք է սպասենք մոտակա ժամանակահատվածում ընդդիմության գործունեությունը, կհետևենք նաեւ իհարկե զինված ուժերի գործունեությանը, արդյոք իրանք որևէ դիմադրություն կունենան այս գործընթացին, թե կհամաձայնվեն այս իրավիճակի հետ եւ իհարկե միջազգային գնահատականները արդեն եկել են, քննադատել են այս գործընթացը հարևան պետությունները եւ դա տրամաբանական է, հարևանները միշտ այդպես են վարվում, բայց նաեւ քննադատել են այս գործընթացները Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը, Բելարուսը եւ մի քանի էլի բռնապետություն։ Ընդհանուր առումով միայն բռնապետություններն են քննադատել Միացյալ Նահանգների այս գործունեությունը։ Սրանով Միացյալ Նահանգները եւ Դոնալդ Թրամփը նաեւ բարևեցին Իրանին, ես համոզված եմ դրանում, որովհետեւ հիշում եք օրերս ես վերլուծություն էի պատրաստել եւ խոսել էի նրա մասին, հստակ որ Թրամփը բացայտ ասաց, որ պատրաստ են գալ օգնել Իրանի ժողովրդին, եթե այդ ժողովրդի դեմ այաթոլլայի ռեժիմը որևէ ուրեմն բռնի ուժ կիրառի, սպանի իր սեփական ժողովրդին։ Հիմա այդ հայտարարությունները Դոնալդ Թրամփի հնչում են էլ ավելի, այսպես ասեմ, հստակ, էլ ավելի պարզ, որ իրոք Միացյալ Նահանգները պատրաստ են այսպիսի կտրուկ որոշումների, որովհետև հունվարի 3-ին սկսեցին, ավարտեցին եւ միանգամից ստացան այն հետևանքը, այն արդյունքը, որը ուզում էին ստանալ։ Կարծում եմ, որ այս պահի դրությամբ այսքանը, արդեն նոր զարգացումների մասին ապագայում ձեզ տեղյակ կպահեմ եւ կհանդիպենք հաջորդ վերլուծության ժամանակ։ Շնորհակալ եմ ուշադրության համար։